Պարոն Տեր-Գուլանյան, շնորհակալ ենք, որ սպասեցիք։ Կանք այսպես սկզբից մինչև այս հանդիպմանն անդրադառնալը, ինչու փոխվեց մեր հունը, մեր ժողովրդի, մեր ազգի հունը, ինչու փոխվեց։ Եվ այդ հաղթանակները ինչու դարձան անցյալ։ Ինչ որ բարդ հարցազրույց եք ուզում անեք, չեմ ուզում խոսեմ այդ մասին։ Չեմ ուզում, երկար կխոսեմ, դրա համար եմ ասում։ Այսպես ասենք, հա։ Սիրելի իմ Աբովյանագասեր, իմ սրտիս իրական ազգ, գնա ընդրության, որովհետև դու աշխարհի հնագույն ազգերից մեկն ես, եթե ոչ ամենահինը, դու ես ստեղծել առաջի անգամ բրոնզը, պղինձը, գինին, վարժեցրած ձիերը մեր երկրում է ստեղծվել 7-ից 12,000 տարի առաջ։ Այդ հաբարտությունը ունեցի մեջդ, գետնաքարշ չդառնանք, չլինենք գետնաքարշ, խեղճ, վիրավորված, աշխարհից վիրավորված։ Ուսի խնդրում եմ ձեզ, հավատացեք, որ ամեն մեկիս ձայնը շատ կարևոր է, շատ կարևոր է։ Ես իմ գրքի վերնագրով ավարտեմ խոսքս, երդվում եմ Արարատով, ամենքի ձայնը կարևոր է, խնդրում եմ մեր երիտասարդությանը, հատկապես մեր ակտիվ հրաշալի տղեկին, բայձար տղեկին, գնացեք ընտրության եւ ընտրեք ում ուզում եք, ընտրեք սակայն մարդու, որը կարող է բերել այն հարցը, որ ինձ տվեցիք քիչ առաջ, որը կարող է բերել այդ ամեն ինչի սրբագրությանը։ Դուք ինձ հարց տվեցիք։ Հայ, պարոն Տեր-Գուլանյան, իսկ Սամվել Կարապետյանը այդ հատկանիշներն ունի ըստ։ Այո, ինքը ես առաջ անգամ եմ իրեն կյանքում մոտիկից տեսնում, ես երբեք չէի հանդիպել իրեն։ Տպավորություն ինչ ստացա։ Շատ բարձր տպավորություն ունեմ, ասեմ, առաջի անգամ այդ մարդու ձեռքը սեղմել եմ, այո, եւ գիտես ինչ տեսակ մարդ է ինքը։ Նախ ես կնամեծար մարդ եմ, սխալ չեմ հասկացվի, նախ շատ գեղեցիկ ժպիտ ունի, հա, շատ վստահելի ժպիտ ունի ինքը, հա, մարդու դեմք ունի, հա։ Երկրորդը ինքը շատ փափուկ է խոսքի մեջ, արտահայտությունների մեջ, բայց ներսում շատ կարծր։ Չգիտեմ, հասկացվեցի ես, ինքը առաջացկից շատ փափուկ մարդու տպավորություն է թողնում, բայց երբ որ հարցերին պատասխանում է, զգում ես, թե ինչքան հզոր կարծրություն կա ներսում։ Կարևորը հակառակը չի։ Այո, եւ այդ մարդուն չես կարող չհավատալ։ Այնպես որ Աստված առաջ։